Պարել չիմացող մարդկանց գտնենք, պարել սովորացնենք, չէ, ժողովուրդ ջան։ Էնա մարդ կա, քելեք։ Վլադ Նազարեթյան անունով մի երիտասարդ տղայի հետ էի մինչև այդ Facebook-ով ծանոթացել, Համազատ Պաստանյանի միջոցով։ Մի քանի անգամ ուղղակի նամակագրություն ենք ունեցել, ասել եմ ախպեր ջան, ուզում ենք գանք Վրաստան, գանք ձեր մոտ, ձեր գյուղում մի քանի բան նկարենք, գիտեմ որ երզրումցիներ կան ապրող եւ այլը, այտենց շատ վերացական զրույցից հետո ասեց, հա, եկեք ախպեր ջան, եկեք, օրը կասեք։ Բոլոր ճանապարհներով սիրտ ու հոգի զանգանում են բոլորին ջանին ջավացի հեյ հո ջանին ջավացի Իրականում շատ սիրուն կոմբո ստացվեց, էքսկուրսիա, իրար ավելի ճանաչել, մտերմանալ ու մի հատ էլ համատեղվեց այդտեղ շատ ինֆորմացիաների աղբյուր, շատ հաճելի է շփվել են մարդկանց հետ, ովքեր ուրիշ տեղ ապրելով չեն մոռանում իրանց լեզուն, չեն մոռանում իրանց մշակույթը ու դա տարածում են։ Նպատակը մեր ջավախ գնալու այն էր, որ հանդիպեինք 94 տարեկան տատիկի, ով գիտեր Էրզրումի պարերի մասին, մասնավորապես եթե առաջ պարը իրանից ուզում էինք հարցազրույց նկարեինք ու ասեմ, որ շատ ստացված էր հարցազրույցը, շատ հետաքրքիր ինֆորմացիաներ իմացանք Էրզրումի տարածաշրջանի մասին, Էրզրումի պարերի ու երգերի մասին։ Անունս Փիլուշ, ազգը Մոսոյան Փիլուշ։ Ում ես, վեր ազգեն ես։ Սեմոնյան։ Az ինչ է կասել։ Որս տունը Սեմոնյան։ Կոկենք, ահա, կոկենց աղջիկն է։ Աղջիկներ ջան, բարով եք եկի։ Սիրը, կալը միրը ստիգնվիր։ Վիրայ այնան։ Սուքակ եկեք տունը բացել։ Այտենց իրան ասեցինք, գնացինք ու ի զարմանս ինձ այդ մարդը այնքան էր պատրաստվել, պարզվեց որ մի քանի ամիս շարունակ մինչև մենք որ պետքա գնայինք, ինքը պատրաստվել էր, մարդկանց էր խառնել իրար առևտուր էր արել, ուտելիք եւ այլը, մենք գնացինք մտանք իրանց գյուղ, արդեն սեղանները գցած, խորովածը անում են, ջերմ հյուրընկալություն, այն մորքուրները դուրս էին եկել, ջուր էին լցնում, աղջիկը ձեռնելով, իմ համար դա ամենամեծ արժեքն էր, էլի։ Ինչքան էլ թող մի քիչ նետո թվա, ես սենց ոնց կանամ այդքանը բաստեմ լավ ես մեկը ասեմ ու դու մի քիչ կրճատի էլի ապեր տանը պանիրը սպրծել էր կարոջ սեղանին պանիրա դրած օ ես այն ոնց եմ հոշոտում այդ պանիրը կարոջ մի այլ կարգի մեկ ես նայում ինքը ասած աչքի դակումից ասեմ գիտես ոնց եմ պանիր սիրում ասում եմ բան ասում հա երևում է ոբշի ինչ որ ասի ունեք էլի կա էլի պանիր բան ոբշի հանակով ասա ինչ խնդիր էլի ոնց մի ասել որ կանա որ ինքը այդ պանիրը մի գլուխ պանիր ինքը ինձ տվեց ու ես արդեն կերը բրծել եմ այդ մի գլուխ պանիր ան որ դա շատ հավո Դե ասեմ ոնց ասեմ որտեղ ես դա պետք է ասեմ ինքը պետք է տենա ես կանա ես ուզում որ ինքը կանա տենա անկեղծ եմ ասում Պարը այդքան ուժեղ բան է որ կարա երկու անծանոթ մարդուն այնքան իրար հարազատ թվացնի որ այդ մարդը դաժե չմտածի որ ես իմ ով եմ ու ես իմ որտեղից եկել եմ ու ինքը իրոք ախպոր պես իրոք հարազատ բարեկամի պես ինձ ընդունեց, իմ թիմին ընդունեց, ինչ հնարավոր էր այդ օրը ու դրանից հետո ինքը արեց մեր համար, որ մենք ունենանք հագեցած ու պրոդուկտիվ օր, դավոյ պանիրը տվեց, վերջում էլ որ արդեն պետք է գայինք, եկանք իրանց գյուղ չմտած իրանը տեղի չացրեցինք, ասավ գյուղ մի մտեք ուշ արդեն դե մութեր էր լնում որ շուտ գայինք հասնենք, գյուղի ծերին տղեկին ասել էր ցելոֆոնով ուտելիք էին բերել էլի որ ճամփին ուտենք սոկ, հաց, բան, այտենց Վլադի զվյոզնի ժամներ էս մի քիչ պետքա չեն կարա չգովայինք, չասեինք։ Երմոնին բարը գիտես ինչ եղի։ Մի աղջկանը մշխատ սիրարվի չեղի։ Վարդանից ագոն։ Հա, Վարդանուն ագոն Երմոն ջան, վարը ցավան ցավցին Երմոն ջան։ Ճուղ չադատու ոսկի ունի մեկը կտամ բանի։ Մեկը քեզի մեկը ինձի Երմոն ջան, այդ շատ լավ բարի բաց։ Հա, Հայաստաններ կնած է։ Բերեն երկնան։ Գնանք մեր տունը դես Երմոն ջան, Երմոն ջան, Երմոն ջան, ախպուր վազե ջուրն անուշ է Երմոն ջան, Երմոն ջան, Երմոն ջան, Երմոն ջան,
քալե գնա մեր տունը դես երմոնջան մերոն կարակ տնեմ ու դես երմոնջան Jan Ermonjan, Jan Ermonjan, Ermonjan, Jan Ermonjan, Jan Ermonjan, Ermonjan. Շատ լավ էր, որ եւ իքենքից մեջ տենց ճանապարհորդություն չի եղել էլի, որ այդքան համ հավեսեղներ, համ բովանդակություն ունենա իր մեջ էլի։ Անմոռանալի օրեր էր, ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում։ Տեսա, չկան մարդու ուրախացնես, ուրեմն ծիք մնացիք։ Ախցկայի ավանդական գաթաներ շերտավոր բերել են գերզրումից, նոր տարվա տոներին, զատկվա, համբարձման, հարգի հյուր ունենալ դեպքում միշտ թխել են շերտերով։ Ընդհանրապես այդ մեր հողից դուրս գալը չէր զգացում էլի, ոնց որ պոստը մեր մարզի մեջ ոնց որ շրջեինք էլի, հետո այնտեղ մարդկանց այդ ջերմությունը, հոգատարությունը, բարությունը, որ շատ է տպավորվել։ Հենց մտանք, մեզ նենց ընդունեցին, ոնց որ իրանց բարեկամներն լինեինք, բոլորը հերթով գալիս էին, գրկում էին, պատշում էին, ինձ թվում է դա նաև կապված է նրա հետ, որ իրանք էլ էին հայ, բայց մի քիչ կտրված են հայկական համայնքից ու իրանց համար հայ տեսնելը այդ ուրիշ ուրախություն էր։